Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է EBC լուրերի հերթական թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հեցին զրկեցին լիցենզիայից, ինչ բացահայտում է արել Հեցի նախկին տնօրենի պաշտոնակատարը։ Մասիսը ու Վաղարշապատը նոր համայնքապետ ունեն, ովքեր են նրանք և որ թևին են պատկանում։ Ադրբեջանը ավարտում է Թրամփի երթուղու միացնող ճանապարհը, ինչը ակնկալում Ալիև այն դեպքում, երբ Թրամփի ուղին քննարկելու համար Հայաստան է եկել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Փաշինյանը Վաղարշապատի հաղթանակը ընկալել է որպես Մայրաթոռի ազատագրման ազդակ, ինչպես են գնահատում վարչապետի հայտարարությունը հենց Էջմիածնում։ Քիչ առաջ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն երրորդ օրը անցկացվող քննարկումների արդյունքում որոշեց Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությանը զրկել լիցենզիայից։ Այսպիսով քվեարկության եմ դնում հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի կողմից ներկայացված որոշման գիծը Հայաստանի էլեկտրական ցանցեր փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի հզորության բաշխման համար 0092 լիցենզիան դադարեցման մասին նախագիծը քննարկումների արդյունքներով առաջարկությունների խմբագրությամբ ովքեր են կողմ օրակարգի հարցին, այսինքն ովքեր են կողմ լիցենզիայի դադարեցմանը, ովքեր են դեմ Շնորհակալություն, պարոն Նռանյան, դուք ասելիք ունեք։ Մինչ որոշումը Հեցի գործադիր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հայտարարել է, որ իր գնահատմամբ գործընթացները սկսվել են այն պահից, երբ տարբեր պաշտոնյաներ սկսել են հրապարակավ քննարկել ընկերությանը կալանքից կամ լիցենզիայից զրկելու հարցերը։ Նա նաև նշել է, որ այսօր ապացուցվել է, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունում կառավարման ճգնաժամ չի եղել և պետության ու հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարողացել իրականացնել ի սկզբանե պլանավորածը։ Դավիթ Ղազինյանը անդրադարձել է նաև թերհաշվառումներին և հավելագրումներին։ Այստեղ թարապես իմ անձնական կարծիքով գործանումը սկսվեց այն պահից, երբ որ մարդիկ, պաշտոնյաներ սկսեցին քննարկել, մեկը կալանքա քննարկում, մեկը, չգիտեմ, լիցենզիայի զրկումա քննարկում, այնպիսի մի մարդու ամենայն հարգանքով ու դա փաստ է, ես իմ մասին եկավարում մասը, որոնք այդ մարդու կատարած աշխատանքի 1%-ը չեն կատարել։ Ուղղակի, այսինքն իր տված իր օգտին եղել այնքան, որ եթե խոսում եք, այստեղ գովեստի խնդիր չկա։ Դուք խոսում եք այստեղ, այսպես իր համար, իր ունեցվածքի հետ կապված օբյեկտների մասին ժողովրդին մոլորեցնելով, որը ես կարող եմ ենթադրել դա հանցավորել համարել։ Մի մարդու, որը Հայաստանի նորագույն պատմության մեջ եղել է ամենաշատ Հայաստանում եւ գումար ներդրողը եւ բարեգործություն կատարողը։ Այստեղ լավ, ասենք շատ մեր հայրենակիցներ կարող այդքան հեռու չմտածեն։ Այդ դիտավորությունը բերել մեր ձևով 5 ամիս նստել։ Բնականաբար, այս ամբողջը բերելու է քաղաքականի, այս ամբողջը բերելու է կործանման, սա արդեն խոսքս ուղղում եմ հանձնաժողովին։ Հավատացած եղեք, հույս չունենալով, որ իմ խոսքը ձեր վրա որից եք կարող ազդել, որովհետև ինչպես նշել եմ, անգամ միջև այս նիստը որոշումը կայացված է, չգիտեմ, բնականաբար ընդամենը մնում է հայտարարելը, բայց ամեն դեպքում հարգելի հայրենակիցներ, կարճ ձեզ փորձեմ այս երևույթները բացատրել, գոյություն ունի մի բան, որ ամբողջապես այսպես վերացվում են անկախ մարմին հասկացությունը, վերացվում է ընդհանրապես այն մեխանիզմները եւ այն գործիքակազմերը, որոնք տարիներ շարունակ ներդրվել են, որպեսզի ապահովեն ներդրումների անվտանգությունը, ապահովեն մեր քաղաքացիների այդ այսպես ասած էներգետիկ անվտանգությունը։ Իսկ փաստաբան Արամ Վարդևանյանը նշել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը, նաև հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում քննվող հարցը ոչ իրավաչափ են։ Հիշեցնեմ, որ այսօր քննվելու է գործարար Սամվել Կարապետյանի կալանքը որպես խափանման միջոց երկարաձգելու միջնորդությունը։
Ես առնվազն կարող եմ ասել, վստահ եմ դուք թույլ չեք տա, ես խաբեմ, որ կարծես թե քննչական կոմիտեի նախագահ գլխավոր դատախազը հանրային հեռուստաընկերությունում հարցազրույցներ տվել են, այդ թվում խոսելով Սամվել Կարապետյանին մեղսագրվող այս աբսուրդային գործի մասին։ Հետևաբար այդ հնարավորությունից կարող են օգտվել։ Ինչ վերաբերում է կրկին Վճռաբեկ դատարանի որոշմանը, այն ակտուալություն որպես այդպիսին չունի։ Իդեպ դրա մասին արձանագրել է նաև հենց Վճռաբեկ դատարանը իր որոշման մեջ, քանի որ իր վաղեմությունը որպես այդպիսին որոշման ակտուալությունը սպառված է եղել։ Եթե մենք հիմա օրինակ գտնվելուց լինեինք 2025 թվականի սեպտեմբեր ամսին, բայց հիմա նոյեմբերն է, այդ ժամանակ կարող էինք խոսել, որ Վճռաբեկ դատարանի որոշումը ակտուալություն ունի, բայց սա է իրավիճակը։ Այ մինչև 2 ամիս սպառվելը Վճռաբեկ դատարանի որոշումը կարող էր ակտուալ լինել, բայց Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել բողոքը արդեն այն ժամանակ, երբ ինքնին սպառված էր։ Վարույթ է ընդունել 2025 թվականի հոկտեմբերի 24-ին եւ լույսի ձայնի կարճ տևի հարգելի գործընկերներ, առնվազն մենք ներկայացնելու ենք շուրջ 1 հատոր բովանդակությամբ մեր կողմից կատարված գրագրությունները, միջնորդությունները, դրանց մի մասի վերաբերյալ պատասխանի բացակայությունը, մի մասի վերաբերյալ պատասխանները, իսկ քննիչն էլ իր հերթին վստահ եմ հերթական անգամ կընթերցի իրենց միջնորդությունը, որը որևէ առնչություն չունի Սամվել Կարապետյանին։ Մասիս համայնքի ավականու այսօրվա արտահերթ նիստում միաձայն համայնքի ղեկավար ընտրվեց ընդդիմադիր Դավիթ Համբարձումյան դաշինք խմբակցության անդամ Նորայր Հակոբյանը, որը մինչ այս համայնքի ղեկավարի առաջին տեղակալն էր։ Նա ստացավ ավականու անդամների 15 ձայն։ Նշեմ, որ քաղաքացիական պայմանագիր կուսակ խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել։ Ես ունեմ իմ անձնական կարծիքը, այդում իմ կարծիքով ես Դավիթ Համբարձումյանին օդանավակայանում դիմավորելու ժամանակ, մամուլի ասուլիսի ժամանակ եւ հայտնեմ, որտեղ հենց ինքը Դավիթ Համբարձումյանն էր։ Իր խիզախությամբ, իր սկզբունքայնությամբ, իր անվախ լինելու եւ իր սկզբունքները չզիջելու համար, հաշվի առնելով, որ արչեվում համապետական եւ համայնքային ընտրություններ են, բնականաբար նման տղային, ով իրենից ներկայացնում է ուժ, ընդ որում ուժ ոչ միայն Մասիս համայնքում, այլ ողջ Հայաստանի Հանրապետությունում, կարծում եմ նրան ազատության մեջ չէին թողի։ Ու այդպես էլ եղավ, ես կանխատեսել եմ, այդպես էլ եղավ։ Հետևաբար ձեր հարցի պատասխանը նրա հեղինակությունը փորձեցին կալանավորել եւ ազատությունից զրկելով որոշակի զիջել, բայց չստացվեց, այդ Դավիթ Համբարձումյանը եւ իր թիմը ավելի ուժեղացավ։ Թե Մասիսում, թե Մասիսից դուրս։ Հիշեցնեմ, որ դատարանը նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանին մեղավոր էր ճանաչել 2018 թվականի իշխանափոխության օրերին իբր ցուցարարների նկատմամբ զենքով բռնություն գործադրելու համար, դատապարտելով 6 տարի 3 ամիս ազատազրկման։ Նախկին համայնքապետին կալանավորել են Զվարթնոց օդանավակայանում։ Վաղաշաբաթ խոշորացված համայնքում տեղի ունեցած թիմ ընտրությունում ավականի են ընտրվել 3 քաղաքական ուժ, քաղաքացիական պայմանագիր եւ Մայր Հայաստան կուսակցությունները եւ Հաղթանակ դաշինքը։ Ավականու 33 տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. քաղաքացիական պայմանագիր 19 մանդատ, Հաղթանակ դաշինք 12 մանդատ, Մայր Հայաստան կուսակցություն 2 մանդատ։ Սա նշանակում է, որ ՔՊ-ն միանձնյա կարող է համայնքապետ նշանակել առանց որևէ ուժի հետ կոալիցիա կազմելու։ Ընտրության նախնական արդյունքները հրապարակելուց հետո ընտրությունում ամենաշատ ձայնը հավաքած Արգիշտի Մեխակյանը շնորհակալություն է հայտնել էջմիածինցիներին աջակցության համար։ Էջմիածին, Աղավնատուն, Ամբերտ, Այգեշատ, Արագած, Արշալույս, Գեղակերտ, Դաշտ, Դողս, Լեռնամերձ, Ծաղկալանջ, Ծաղկունք, Ծիածան, Հայթաղ, Հովտամեջ, Մոնթեավան, Մրգաստան, Շահումյան եւ Ոսկեհատ բնակավայրերի իմ շատ սիրելի բնակիչներ։ Շնորհակալ եմ ձեր վստահության եւ աջակցության համար։ Ձեր զորակցությամբ հնարավոր դարձավ մեր այս կարևոր հաղթանակը, որը մեզ պարտավորեցնում է ամեն օր առավել պատասխանատվությամբ աշխատել եւ ձեր սպասելիքները իրականություն դարձնել։ Շարունակել հետեւողական ու նվիրումով ծառայել ձեզ ու համայնքին, ազնվությամբ, հոգատարությամբ ու աշխատանքով։
Իսկ Նիկոլ Փաշինյանը վաղ շաբաթում իր կուսակցության հաղթանակը ընկալել է որպես ամենայն հայոց կաթողիկոսին գահընկեց անելու մանդատ։ Առաջին, դուք համայնքի ղեկավար ընտրեցիք քաղաքացիական պայմանագիր կուսակցության տեխնացու Արգիշտի Մեխակի Մեխակյանին, հաստատելով, որ խաղաղ, բարեկեցիկ եւ ժողովրդավարական Հայաստանի Հանրապետությունը մեր նահատակների հիշատակը հավերժացնելու լավագույն միջոցն է, նրանց հիշատակին մատուցվող մեծագույն տուրքը։ Երկրորդ, աներկբա աջակցություն ցուցաբերեցիք մեր պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը, ազատությունը ուժեղացնելու քաղաքացիական պայմանագիր կուսակցության ռազմավարությունը։ Երրորդ, ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը, Մայրաթոր Սուրբ Էջմիածինը կտրիչ Ներսիսյանից ազատելու գործընթացին։ Արդյոք էջմիածինցիները մասնակցել են այս ընտրությանը, ինչպես են տրամադրված եւ ինչպես են գնահատում Փաշինյանի վերջին հայտարարությունը։ Բնակիչների տեսակետները պարզելու համար այսօր մեր նկարանող խումբն է շրջել Էջմիածնում։ Ճիշտն ասած չեմ մասնակցել, Էջմիածինից չեմ։ Ես Էջմիածինից չեմ, ես հույր եմ եկել։ Ես տեղից չեմ։ Ես տեղացի չեմ, աղջիկ ջան, չդեմ, ես չեմ մասնակցել։ Ինչ գո, ես ժողովրդին ընտրել եմ, որ գոլնեմ կամ չլնեմ։ Մասնակցել ընտրությանը։ Թամամ չեմ էլ նայել։ Բայց ով անցել որ։ Մասնակցել եմ, ով լինի, միայն թե լավից լավ է լինի։ Գիտեք ինչ, ես չեմ մասնակցում ոչ մի բանի։ Ես ուզում եմ իմ երկիրը ազատ լինի, համերաշխ լինի, պատերազմ չլինի։ Ուրիշ ոչինչ չեմ ուզում։ Հա, ախի գոհ չեմ։ Այսօր Փաշինյանը գրառում է արել, որ դուք քաղաքացիական պայմանագրին քվե եք տվել վեհապարին հեռացնելու համար, համաձայն եք։ Վեհապարին, չգիտեմ, ճիշտն ասած, ես չեմ կարող ասեմ, Ազրի ջան, այտենց քաղաքականությունից ես ինչից լավ չեմ հասկանում, բայց չեմ ուզի, որ հեռացնեմ։ Ես քվե տվել եմ բարեկեցության, լավ ապրելու համար, ոչ թե տվել եմ վեհապարին հեռացնելու համար, ինչ հարցեր չեմ ասում։ Մենք քաղաքապետ էինք ընտրում, մեզ այդ արդեն մյուսները երկրորդական բաներ են, ժամանակը ցույց կտա։ Թե հեռացնեն, ինչ արել որ։ Աղջիկ ջան, ես այդ գյուղի փեսա եմ, վեհապարի մասին հարց մի տվել եմ։ Տեղափոխվենք Երևան։ Թրամփի ուղին քննարկելու նպատակով Երևան է ժամանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը։ Նրան դիմավորել է դեսպան Քվինը։ Նա կհանդիպի վարչապետ Փաշինյանին, արտաքին գործերի նախարար Միրզոյանին, անվտանգության խորհրդի քարտուղար Գրիգորյանին եւ հատուկ բանագնաց Ռուբինյանին։ Կքննարկվեն հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման նախագծի եւ հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։ Մինչ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Երևանում կքննարկի Թրամփի ուղին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ելույթ ունենալով Տաշքենտում կենտրոնական Ասիայի պետությունների ղեկավարների 7-րդ խորհրդատվական հանդիպմանը հայտարարել է, որ Ադրբեջանն ավարտում է ճանապարհի շինարարությունը, որը պետք է միանա Թրամփի ուղուն։ Նա նշել է, որ Թրամփի ուղին տրանսպորտային զարկերակ է, որը կանցնի Հայաստանի Սյունիքի մարզով եւ Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջևանի հետ։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չնայած բրիտանական BBC հեռուստաընկերության պաշտոնական ներողության նամակին պատրաստվում է դիմել դատարան։ Սպիտակ տան եւ բրիտանական ամենաազդեցիկ լրատվամիջոցի հարաբերություններում սկանդալը ծագել է, երբ հայտնի է դարձել, որ 2024 թվականին հեռարձակված հաղորդումներից մեկում BBC-ն խեղաթյուրել է Թրամփի հոսքերը։ Այս բացահայտումից հետո հեռուստաընկերության ղեկավարությունը հրաժարականի դիմում է ներկայացրել, իսկ լրատվամիջոցը պաշտոնապես ներողություն է խնդրել Թրամփից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա։ Օդանավակայանում նրան դիմավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ Այցի ընթացքում Զելենսկին եւ Մակրոնը ստորագրել են համաձայնագրիր։ Միջազգային մյուս լուրերը
Ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներն իր խոշոր նավերն ուղարկում է Վենեսուելայի ափերի մոտ, մասնավորապես Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը հայտարարել են, որ Վենեսուելայի հետ լարվածության սրման ֆոնին Կարիբյան ծով է ժամանել ամերիկյան USS Gerald Ford ավիակրի գլխավորած հարվածային խումբը։ Օրեր առաջ Թրամփը հայտարարել էր, որ արդեն գիտի, թե ինչ անել Վենեսուելայի հետ։ Ես կարծես թե որոշում եմ կայացրել, լրագրողներին ասել էր նա։ Մինչ Միացյալ Նահանգները նավեր է ուղարկում, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն Թրամփին խաղաղության կոչ է հղում Ջոն Լենոնի Imagine երգի միջոցով։ Խաղաղություն, 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 ամեն ինչ արեք խաղաղության համար։ Ինչպես Ջոն Լենոնն է ասել, չէ՞, ասել է Մադուրոն իր կողմնակիցների հետ հանդիպմանն ու սկսել երգել հայտնի ու սիրված երգը, որն այն մասին է, թե ինչպիսին պետք է լինի աշխարհը։ Ճապոնիայի նոր վարչապետ Սանաե Տակաիչին ասել է, որ պետք է շատ աշխատե։ Նա նշել է, որ օրական քնում է ընդամենը 2-ից 4 ժամ։ Վերջերս նա նույնիսկ աշխատակազմի նիստ է նշանակել գիշերը ժամը 3-ին խորհրդարանական նստաշրջանին նախապատրաստվելու համար։ Հիմա ես քնում եմ մոտ 2 ժամ, առավելագույնը 4։ Զգում եմ, որ դա վնասակար է մաշկիս համար, ասել է Տակաիչին։ Վարչապետի հայտարարությունը հնչել է երկրի տնտեսական աճը խթանելու նպատակով աշխատողների համար արտաժամյա աշխատանքի սահմանաչափը բարձրացնելու քննարկումների ֆոնին։ Խորհրդավոր մահեր են գրանցվում Ստամբուլում, մասնավորապես Ստամբուլի Harbor Suites հյուրանոցը կապարակնքել են 3 զբոսաշրջիկի խորհրդավոր մահից հետո։ Նրանց մահվան պատճառը կարող էր լինել սննդային թունավորումը։ Հյուրանոցը սակայն նման ծառայություն չի մատուցում եւ խոհանոց չունի։ Մեկ այլ վարկածի համաձայն զբոսաշրջիկների մահը կարող էր պայմանավորված լինել ջրի սարքի պարունակությունից թունավորմամբ կամ ոչ լավ ախտահանմամբ։ Հյուրանոցի հյուրերից 2-ը հոսպիտալացվել են։ Նշվում է, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Ողբերգություն է տեղի ունեցել Կոնգոյում, հսկայական սողանքը ոչնչացրել է ապօրինի հանքը։ Նախնական տեղեկությունների համաձայն զոհվել է առնվազն 70 մարդ։ Փրկարարները որոնում են ողջ մնացածներին։ Մուրմանսկում ձնաբքի հետևանքով 2 նավ պոկվել է կայանատեղիից ու քշվել բաց ծով, նրանցից մեկը կողաշրջվել ու խորտակվել է, մյուսի գտնվելու վայրը պարզվում է։ Իռլանդական գյուղն էլ փոթորկի պատճառով պատվել է ծովի փրփուրով։ Դուբայում բացվել է աշխարհի ամենաբարձր հյուրանոցը։ Ciel Dubai Marina շենքը 377 մետր բարձրություն ունի։ Հյուրանոցն ունի 82 հարկ եւ 1004 սենյակ։ Շինարարության արժեքը կազմել է մոտ 544 միլիոն դոլար։ Այժմի համար առանձնացրել ենք այսքանը, հետևեք մեզ YouTube-ում, Telegram-ում, Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում, WhatsApp-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC Newsroom հաղորդման հերթական թողարկումը կարող եք դիտել ժամը 18-ին։